Քանի որ ապացույցների բավարարության տեսակետից նախապես որոշված ծավալ չկա օրենքով, որ երկու հատը բավարարական կամ այս մի դեպքում բավարար կլինի, մենք գտնում ենք, որ վերականգնելու ու մենք որ մեզ ինքներս նաև չհակասենք, մենք գտնում ենք, որ վերականգնելու կամ չվերականգնելու բացակայություն լինելու դեպքում հնարավորությունը հնարավոր է հաստատել բավարարվածանապես հատուկ գիտելիքների կիրառելու տեսակետից գտնում ենք, որ կառուցակարգը փորձաքննություն նշանակելն է, եւ ըստ էության այդ փորձաքննություն նշանակելու միջնորդությունը ուղղված է բացառապես այն դեպքին, երբ որ մենք չգիտենք կատարան ինչ կհամարի դաշնունը, կհամարի բացակայումով ջնջելը կոպիտ ասած հաստատված թե չհաստատված, բայց նույնիսկ եթե տեղանների բացակայումը համարի հաստատված, դատարանը ապա դրանց վերականգնել կամ չվերականգնելու հարցը գտնում ենք, որ պետք է հաստատվի փորձագիտական եզրակացությամբ եւ դրա համար է խնդրում ենք փորձագետ եզրակացություն, որով ակնհայտ կերևա, որ նույնիսկ եթե ինչ-որ տեղաններ ջնջված են, ապա դրանք հնարավոր է վերականգնել եւ դրանք կվերականգնվեն բնականոն գործունեության ընթացքում պետության չմիջամտության պայմաններով։ Եթե պետությունը չմիջամտել այս գործընթացին, այդ տեղանները վերականգնվում էին, որովհետեւ տեղանները գործնելը շատ դժվար բան է ժամանակակից հասարակությունում։ Բաժանորդագրվեք Արմադ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։